Նարեկը Կարապետյան այս առումով իհարկե շատ ճիշտ է ասում, որ իմ կարծիքով, որ եթե դու այդտեղ ուրեմն ասում եմ այդ գյուղում, որտեղ 10 քանի աշակերտ էր, մի ընտանիք կար, որ 6 երեխա ուներ, ու եթե ինչ-ինչ պատճառներով այդ ընտանիքը արտագաղթեր, այդ դպրոցը դառնում էր, ասենք 7-8 հոգանոց դպրոց։ Այսինքն դասատները շատ ավելի շատ էին լինում, քան այդ աշակերտները։ Ուստի ակնհայտորեն դե ես նաև տեսնում եմ, որ այդ Մերձևովը, Նարեկը Կարապետյան, Սամվելը Կարապետյան, Նարեկը Կարապետյան, մի խոսքով այդ Մերձևով շարժում, իրանք մեծ ակցենտ են դնում տնտեսական վիճակի վրա, որովհետև նաև ենթադրում եմ, որ հետազոտություններ են արել, որ հետազոտություններ պետք չանել, որ հասկանան, որ դա խնդիր է, բայց նաև հանրային ընկալման մեջ դա տրիգերային հարց է եւ այս մասով մանիպուլացրել են իր խոսքը, որ իբր դες Դիշովի բաներ էլի, որ ապետե սաղ չեն, որ միլիարդատերի աղբոր տղա են ծնվում, բան ու հետո ինչ որ բան բիզնեսներ անում, բան իբր դու նենց տեղեսան, որ կարա չսովորեր, բայց այս երեխեքը պիտի սովորեն, բայց դա ակնհայտ մանիպուլյացիա է, որտեղ եթե դու չես ստեղծում ապրելու համար անհրաժեշտ պայմաններ, նախ պետությունը անհիմն մեծ փողեր է ծախսում, իսկ մեր այն պետությունը չի որ կարա իրան թույլ տա դա անել, հա,